ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավական անկեղծ եւ զարմանալի հարցազրույց է տվել New York Times-ին։ Նա խոսել է ամենատարբեր թեմաների մասին՝ Վենեսուելա, Գրենլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, արհեստական բանականություն։ New York Times-ի լրագրողների մի ամբողջ թիմ է եկել Սպիտակ տուն։ Հարցազրույցի ընթացքում նախագահը մի քանի հեռախոսազանգ է ստացել, բայց պատասխանել է միայն երկուսին։ Մեկը Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն էր, մյուսը Fox News-ի հաղորդավար Բրեթ Բարեթը։ Ես համաձայնել եմ հարցազրույց տալ New York Times-ին, կհավատաս, դե քեզ հետո կզանգեմ, ասել է նախագահը։ Այս հարցազրույցը հիմա ամերիկյան եւ արտասահմանյան բոլոր լրատվամիջոցներն են վերլուծում, ամեն մի պարբերություն անհաշիվ մեկնաբանությունների առիթ է դարձել։ Թրամփը ասել է, թե Ամերիկան կարող է տարիներ շարունակ ներքաշված լինել Վենեսուելայի հարցերի կարգավորմանը։ Նա գովեստով է խոսել ԱՄՆ զինուժի հատուկ նշանակության ստորաբաժանման Դելտայի իրականացրած օպերացիայի մասին, որի նպատակն էր առևանգել եւ Նյու Յորք տեղափոխել ու դատարանի առաջ կանգնեցնել Վենեսուելայի նախագահին եւ նրա տիկնոջը։ Նա խոսել է նաեւ իր առողջական վիճակի մասին, խոստովանել է, թե պետք է մի քիչ նիհարել եւ գուցե արժե ամբողջ աշխարհում մեծ տարածում ստացած այդ հաբերը ընդունել, բայց դա դեռ չեմ արել, ավելացրել է նախագահը։ Թերևս ամենակարևոր հարցերից մեկն այս էր. Պարոն նախագահ, իսկ համաշխարհային ասպարեզում կա ինչ-որ ուժ, որը կարող է զսպել ձեզ։ Ահա պատասխանը. My own morality, my own mind. It's the only thing that can stop. Դա իմ անձնական բարոյականությունն է, իմ բանականությունը, այսինքն ոչ միջազգային իրավունքը։ Ինձ պետք չէ միջազգային իրավունք։ Ես որևէ մեկին վնասելու մտադրություն չունեմ։ Լրագրողներից մեկը ճշտող հարց է տվել. Ձեր կարծիքով ձեր վարչակազմը պետք է հետևի միջազգային օրենքներին։ It depends what your definition of international law is. Այո, ես հետևում եմ։ Իհարկե հետևում եմ, բայց նայած ինչ նկատի ունեք օրենք ասելով, արձագանքել է Թրամփը։ Սենսացիոն դարձած այս հարցազրույցում ԱՄՆ նախագահը խոսել է Գրենլանդիայի մասին։ Լրագրողը հիշեցրել է, որ Դանիայի հետ անցած դարի 50-ականներին կնքված պայմանագրի համաձայն Միացյալ Նահանգները կարող է ցանկացած թվով ռազմականներ տեղադրել Գրենլանդիայում։ Այդ դեպքում ինչու է Վաշինգտոնը խոսում կղզին սեփականացնելու մտադրության մասին։ Թրամփը պատասխանել է, թե ինքը գերադասում է սեփականության տարբերակը, ոչ թե վարձակալության, այլ հենց սեփականության, քանի որ դա ավելի հուսալի է եւ ավելի ազատ գործելու հնարավորություն է ընձեռում։ Նախագահ Թրամփը ասել է, թե Միացյալ Նահանգները պատրաստ է սատարել Ուկրաինային եւ ինքը համոզված է, որ Ռուսաստանը այլևս չի փորձի կրկին ներխուժել Ուկրաինա։ Վստահ եմ, որ նրանք կրկին չեն ներխուժի։ Հակառակ դեպքում ես հավանություն չէի տա այս ծրագրին, ասել է Թրամփը։ Նա ուշագրավ միտք է հայտնել նաեւ արհեստական բանականության թեմայով։ Ով էլ որ հաղթի արհեստական բանականության պատերազմում կդառնա աշխարհի իրական առաջնորդը, ասել է Թրամփը չորեքշաբթի օրը New York Times-ին տված հարցազրույցում։